Եթերում Քյավառ հեռուստաընկերության Գեղամա օր լրատվականն է, այսօր 16 մայիսի օրը շաբաթ, բարի երեկո։ Գավառի պետական համալսարանում կայացել է հանդիպում Եվրամիության անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների հետ։ Ուսանողներին ներկայացվել է Եվրոպական միության ստեղծման պատմությունը, անդամ երկրներն ու Հայաստանը միավորող արժեքները, եվրոպական բուհերում կրթություն ստանալու հնարավորությունները։ Եվրոպական միությունը երիտասարդների համար նախաձեռնության շրջանակում Գավառի պետական համալսարանում ընդունել են Հայաստանում Չեխիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին եւ Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուին։ Ինտերակտիվ ձևաչափով քննարկում են Եվրամիություն Հայաստան հարաբերությունների ամրապնդմանն ու դրանցում երիտասարդների ներգրավվածությունն ակտիվացնելուն, ընդհանուր արժեքներին եւ հնարավորություններին առնչվող հարցեր։ Հյուրերին ողջունում է Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, ներկայացնելով Եվրոպական միության ստեղծման պատմությունը, ինչպես նաև անդրադարձ կատարելով բուհի միջազգայնացմանն ուղղված ծրագրերին։ Մենք իրականացնում ենք Եվրամիության Erasmus+ ծրագրեր եւ համագործակցում ենք եվրոպական տարբեր համալսարանների հետ։ Այս պահին իմ գործընկերները տարբեր բուհերում դասախոսական աշխատանք են անում, վերապատրաստում անցնում, աշխատաժողով, գիտաժողովների մասնակցում, նաեւ ուսանողներն են սովորում եվրոպական տարբեր բուհերում։ Մենք ունենում ենք հյուրընկալ դասախոսներ տարբեր պետություններից։ Թե ինչ են մտածում, ինչով են հետաքրքրված, ինչ առաջնահերթություններ ունեն երիտասարդները, ակնհայտ է նրանց կողմից բարձրացված հարցերից, նշում են երկու երկրների դիվանագետները։ Իսկ երիտասարդները հյուրերի հետ խոսում են եվրոպական երկրներ մուտքի վիզայի ազատականացման, հայկական եւ եվրոպական բուհերի միջև գործակցություններն ընդլայնելու, Եվրոպական միությանն անդամակցելու հեռանկարների ու դժվարությունների մասին։ Սա Գավառ քաղաք կատարած իմ առաջին այցը չէ, բայց Գավառի պետական համալսարանում առաջին անգամ եմ։ Ինչ կարող եմ ասել, այստեղ հիացնող կարգ ու կանոն է տիրում։ Ակնհայտ է, որ սա խիստ համակարգված ուսումնական հաստատություն է, իսկ թե ինչ որակի կրթություն եւ ինչ արժեքներ են ստանում երիտասարդները, պարզ դարձավ նրանց հարցադրումներից, նրանց ընդհանուր խոսքից։ Ուրախ եմ կրկին Գավառում լինելու համար։ Առհասարակ, ինձ ավելի շատ դուր են գալիս այսպիսի փոքր քաղաքներն ու դրանց բնակիչները։ Մենք որոշակիորեն խոսեցինք Ռումինիա-Հայաստան հարաբերությունների մասին, եւս մեկ անգամ արձանագրելով վերջերս Գավառ քաղաքում պատվո հյուպատոսություն բացելու փաստը։ Գավառի պետական համալսարանի ուսանողների եւ դասախոսական կազմի հետ առաջին հանդիպումն ու երկխոսությունը ինձ մղում են հետագայում եւս նման ձևաչափով նախագծերի մասնակցելու։ Ինձ խիստ տպավորեց Գավառի պետական համալսարանի թանգարանը։ Որպես կանոն բուհերն ունենում են ռեկտորների թանգարան կամ պատկերասրահ, բայց այստեղ մենք այցելեցինք իսկական պատմահնագիտական թանգարան։ Ծանոթացանք Սևանի ավազանում գոյություն ունեցած քաղաքակրթության պատմությանը։ Նախագիծն իրականացվում է Եվրոպայի օրվա շրջանակում, հնարավորություն տալով եվրոպական երկրների դիվանագիտական ներկայացուցիչների հետ բաց եւ անմիջական շփումների։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։ Գանձակցի հողագործ Յուրիկ Հարությունյանը 3 տարվա փորձերի արդյունքներով հաստատել է կանաչ պարարտացման արդյունավետությունը։ Այս տեխնոլոգիայով մշակությունը բացառում է թունաքիմիկատների եւ քիմիական պարարտանյութերի օգտագործումը, ապահովում է բարձր բերքատվություն եւ առողջ սնունդ։ Ընդամենը 3-ից 4 կիլոգրամ ցորենի սերմից աճած շիվեր, շուրջ 950 քառակուսի մետր տարածքով կարտոֆիլն ամբողջությամբ պարարտացնելու համար Գանձակցի հողագործ Յուրիկ Հարությունյանի կանաչ պարարտացման փորձն է։ 3 տարի առաջ տնամերձ հողամասում կարտոֆիլ ցանելիս մի փոքր հատվածում սերմի վրա ցորենի կանաչ զանգված ավելացրեց ու հետևեց աճին։ Այդ տարածքում կարտոֆիլի բերքն առանձնացավ առատությամբ, ապրանքային տեսքով ու համային որակով։ Այժմ կարտոֆիլի ցանքին նախապատրաստվում է աշնանից, ցորեն ցանելով։ Օշունը հոկտեմբեր 2-ին ցորենը ցանում եմ, ցելոֆաները քաշում եմ վրան, ջրում եմ իհարկե։ Ես որ կոնան չմորթին սուրտ են գնում, պետք է դրա վրան ցուն կա էլի։ Ցունը ինչքան շուտ կա, այնքան ձեռնտու է։ Որ ցունը կալ օրթին իմանում եմ, քալիս բացվեմ, ցունը նստում վրան, քարունը ես ցունը ալում ցելոֆաներ քաշում եմ վրան։ Դրա համար իսկան մեծացել է։ Ցորենի երիտասարդ շիվերի կիրառումը ցանքից մինչև բերքահավաք մի քանի կարևոր ազդեցություն ունի։ Եթե ցանքից հետո անձրևներն ուշանում են, հոգ չէ։ Կանաչ զանգվածն իր խոնավությունը սերմին է տալիս, ապա աստիճանաբար սնում այն, իսպառ վերացնելով լրացուցիչ պարարտացման անհրաժեշտությունը։ Թե նկատեցիք, ես 7-ից 8 սանտիմետր եմ բացում,
Կորտոշկին դնում եմ, կորտոշկյուրեն եթե 6 սանտիմետր հող ալնում, բնական է իդի օրևից շուտ չորանում է։ Ինք խոնավություն է պահում։ Կորտոշկի կորելյասեր մի 3-4 օր ավելի արագան աշխատում, դուրս տալիս։ Գալիս է օգոստոսի սկզբին արդեն փտում է, դառնում մաքուր հումուս։ Հանդելու ժամանակ էլ մի հատ հատիկ չես տնա, որ այստեղ ցուրենու է ցամած։ Այդ էս փտում դառնում հումուս։ Մենք ես չելի, մատորած իդի սրես կմենք։ Էլ մեզ որդից առուջ։ Ես խիեմ իսկան տոնջում, ես էլ եմ օգտվում։ Այս տարի շիվերին նաև այլ բնական պարարտամիջոց է ավելացրել գոմաղբի ու տորֆի խառնուրդ։ Կարտոֆիլագործին հետաքրքիր է, թե կանաչ պարարտացումն այս դեպքում ինչպես կաշխատի։ История ми процесс ավելացրեմ, դրանով ինչ արդյունք կստանամ։ Ես էլ խառն է, էլի 3 տեսակի գոմաղբա։ Միգնել, միմպորտնել օրերը, ոսի փորձեմ, էլի փորձանք։ Ոսենք ստեից ես օրաց ստանում 2 տոննա, հիմա ստանում եմ 3 տոննա։ Դե մի տոննայի տարբերություն շատ ահավոր է տանջանքը, բայց դժգոհ չէ։ Եթե մարդել կա, կուզեն տանջվեն, թողոնեն։ Սրա եկամուտը հաշվա 1 հեկտար կարտոշկի եկամուտը։ Բերքն իրացնելու խնդիր Յուրիկ Հարությունյանը չունի, ասում է, սպառողները նախընտրում են փոքր-ինչ թանկ, բայց օրգանապես մաքուր կարտոֆիլ գնել։ Բանջարաբոստանային մյուս կուլտուրաների մշակման մեջ եւս հողագործը կիրառում է կանաչ պարարտացման իր տեխնոլոգիան։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Գավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։ Շարունակում ենք թողարկումը։ Գավառ համայնքում անցկացվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ սիրողական խճուղային հեծանվավազքի համայնքային փուլը։ Մրցաշարին մասնակցել են համայնքի հանրակրթական դպրոցների պատանիներ եւ աղջիկներ։ Հաղթողները կմասնակցեն մրցաշարի մարզային փուլին։ Գավառ համայնքում անցկացվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ սիրողական խճուղային հեծանվավազքի 2026 թվականի համայնքային փուլը։ Մինչ մրցաշարի մեկնարկը նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։ Մասնակիցներին համարներ են հատկացվում, փորձարկվում են հեծանիվները, համապատասխան հանդերձանքներն են կարգավորվում, դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչներն էլ տալիս են վերջին հրահանգները։ Նախորդ պարապել ենք, տեղը գնացել ենք Սևան, մինչև Գագարինից Հրազդան, մեզ ուղեկցել են, շատ օգնել են ֆեդերացիայի մարզիչներից։ Պարապել ենք, նախապատրաստվել ենք, ցանկություն ունենք, որ հաղթենք, հասնենք մարզային փուլ։ Ես շատ եմ սիրում հեծանիվ վարել եւ սա առիթ է, որ ես գայի եւ իմ ուժերը փորձեի, շատ շնորհակալ եմ կազմակերպիչներից։ Չնայած եղանակը վատ է, բայց մեծ սիրով մասնակցում ենք հեծանիվ վարելու մրցույթներին։ Այդքան կիլոմետր անցնելը պիտի կամք ունենաս, որ կարողանաս անցնել, նպատակասլաց լինել։ Մրցաշարը մեկնարկում է Նորատուս բնակավայրի վարչական տարածքի մայրուղուց։ Մրցաշարին մասնակցում են Գավառ համայնքի 24 հանրակրթական դպրոցների 2 տարիքային խմբերի 120 պատանիներ եւ աղջիկներ։ Վարչապետի գավաթ խճուղային հեծանվավազքի մրցաշարը համայնքային փուլը կազմակերպել է Գավառի համայնքապետարանը։ Մասնակցում են 2 տարիքային խումբ, 7-ից 9-րդ դասարանցիներ եւ 9-ից 12-րդ դասարանցի հեծանվային սպորտի սիրահար դպրոցական աշակերտները։ Մեզ նաև օգնում են մեր մարզի բարեկային ծառայությունը եւ մեր շտաբ օգնության մեքենաները, ապահովում են մեր անվտանգությունը։ Մրցաշարի մասնակից հեծանվորդները հաղթահարում են 25 կիլոմետր մրցատարածություն Նորատուսից մինչև Մարտունի համայնքի Լիճք բնակավայրի վարչական տարածքը։ Հաղթական եզրակիցը 40-րդ րոպեում առաջինը հատում է Ծովազարդի միջնակարգ դպրոցի աշակերտ Մարատ Թորոսյանը։ Հաջորդաբար մրցատարածությունը հաղթահարում են նաև Մարատի թիմակիցները։ Այդպիսով Ծովազարդի միջնակարգ դպրոցի 2-րդ տարիքային խումբը մրցաշարում առաջին տեղն է գրավում։ Շատ ուրախ եմ, որ հասել եմ առաջինը, նաև շատ հպարտ եմ, որ թիմս ընկել է առաջ տեղ։ Ցանկանամ, որ բոլորդ զբաղվեք սպորտով եւ առողջ լինեք։ Երկրորդ տարիքային խմբում մրցանակային տեղերն համապատասխանաբար զբաղեցնում են Գավառի համար 3 հիմնական դպրոցի եւ Գանձակի համար 2, Գանձակի համար 1 միջնակարգ դպրոցների թիմերը։ Ես շատ եմ սիրում հեծանիվ վարել եւ շատ ուրախ եմ, որ այսպիսի հնարավորություն է տրվել իմ ուժերը փորձելու ու շնորհակալ եմ, որ կազմակերպիչներին, որ այսպիսի բան են կազմակերպել։ Արդեն 3-րդ տարի է, որ անցկացնում ենք այս մրցաշարը եւ այս մրցաշարը նպաստում է մարզիկների առողջ ապրելակերպին եւ այդ սպորտաձևի զարգացմանը։ Համայնքային փուլի հաղթողները պարգևատրվում են Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության հավաստագրերով։ Նրանք մայիսի 27-ին կմասնակցեն մրցաշարի մարզային փուլին։ Ալվարդ Մանուկյան, Գավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։ Գանձակի համար 2 միջնակարգ դպրոցը միացել է կայուն էներգիայի շաբաթին, իրականացվել է ինտելեկտուալ խաղ, բանավեճ եւ իրազեկում թեմայի վերաբերյալ։ Դպրոցի աշակերտները իրենց տեսական գիտելիքները կիրառել են նաեւ գործնականում։
Գավառ համայնքի Գանձակ բնակավայրի համար 2 միջնակարգ դպրոցը պատրաստակամությամբ է արձագանքել Գավառի համայնքապետարանի առաջարկին եւ միացել քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի եւ էներգիայի նախաձեռնությանը Մաքուր, անվտանգ եւ մրցունակ էներգետիկ միություն խորագրի ներքո անցկացվող Եվրոպական միության կայուն էներգիայի շաբաթվան։ Բացի այս միջոցառումը մենք նաև իրականացրել ենք բազմաթիվ նախագծային աշխատանքներ էներգախնայության վերաբերյալ, քանի որ էներգախնայության շնորհիվ պահպանում ենք ոչ միայն բնությունը, այլև մեր ապագան։ Մենք սիրով ընդունեցինք Գավառի համայնքապետարանի նախաձեռնության առաջարկը եւ համատեղ ուժերով կազմակերպեցինք այս միջոցառումը։ Դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները ներկայացնում են էներգախնայողության եւ էներգաարդյունավետության վերաբերյալ տեղեկատվական նյութեր, ինտելեկտուալ խաղի միջոցով ստեգում գիտելիքները, իսկ թեմատիկ բանավեճով հայտնում իրենց դիրքորոշումները։ Այս ամբողջը յուրացնելու եւ ներկայացնելու համար աշակերտները գրեթե 1 ամիս նախապատրաստվել են։ Մենք մի քանի շաբաթվա ընթացքում կատարեցինք հետազոտական աշխատանք, փնտրեցինք տարբեր տեղեկություններ։ Ես ցանկանում եմ իմ գիտելիքներով կիսվել իմ դասընկերների, ամբողջ դպրոցի աշակերտների հետ եւ նաեւ իմ գիտելիքները օգտագործեմ իմ կյանքում։ Թե իմ, թե դպրոցի աշակերտների եւ բոլորիս համար շատ կարեւոր է էներգախնայողության գաղափարը մեր մեջ կրել եւ սա շատ հետաքրքիր էր եւ մեզ համար եւ այն մարդկանց համար, որոնց հետ կիսվելու ենք մեր գիտելիքներով։ Տարբեր ձևաչափերով քննարկումներն ու ներկայացումները հանգում են այն վերջնարդյունքին, որ կանաչ էներգիան հուսալի եւ ապահով ապագայի գրավականն է, իսկ դպրոցական տարիներից դրա գիտակցելը կարևոր ու անհրաժեշտ։ Գավառի համայնքապետարանը հաջողում է այս ծրագրում, քանի որ կարողանում է ընդգրկել հանրակրթական դպրոցներին եւ մենք կարևորում ենք նմանատիպ նախաձեռնությունները, քանի որ երիտասարդների եւ աշակերտների շրջանում դեռ վաղ տարիքից է ձևավորվում բնապահպանական մտածողությունը եւ վերականգնվող էներգիայի կարևորությունը։ Աշակերտները իրենց տեսական գիտելիքները ներկայացնում են նաեւ ձեռագործ աշխատանքների ցուցադրությամբ։ Ալբերտ Մանուկյան, Սարգիս Սալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։ Քյավառ հեռուստաընկերության Գեղամաօր լրատվականի այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում հաճելի հանգստյան օր։